Քաղցր կարտոֆիլը չի պատկանում կարտոֆիլների ազգին, այն ավելի շուտ մորմազգիներին է պատկանում, ավելի մոտ է ծաղկակաղամբին, քան սովորական կարտոֆիլին։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի փափկամսով քաղցր կարտոֆիլով ապուր։ Կսկսենք տավարի մսից։ Այն տապակելու ենք, կտրատելու ենք և տապակելու ենք։ Տապակը հայտնվում է կրակին։ Իսկ ավելի շուտ կվերցնեմ անմիջապես կացան։ Չմոռանանք, որ ապուր ենք պատրաստում։ Միսը տապակելու ենք հալած յուղով։ Մեկ ճաշի գթալ հալած յուղ ենք գցում կացայի մեջ և գնանք տավարի փափկամսի հետևից տեղադրում ենք տախտակը։ Տավարի փափկամիսը կտրատում ենք խորան արդիկների։ Անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը։ Թող տապակվի, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա սոխն է, գլուխ սոխը։ Կվերցնեմ երկու միջին չափի գլուխ սոխ։ Կտրատենք խորան արդիկների միջին չափի։ Ավելացնում ենք նեխուրի ցողուն, մեկ ցողուն, կտրատում ենք փոքր խորան արդիկների, Համը մենք ապուրը, կծու համի համար պատասխան է տալիս չիլի պղպեղը։ Նրանք ովքեր չեն սիրում կծու, բաց թողեք այս քայլը, իսկ ես շատ եմ սիրում կծու, այնպես որ կօգտագործեմ պղպեղը սերմերի հետ միասին։ Իսկ դուք գիտեք, որ սերմերը պղպեղի ամենակծու հատվածն է։ Սերմերը կծու հատվածն է։ Այսպես լցնում ենք։ Կծուն ապահովում է չիլի պղպեղը, քաղցրի համար պատասխան է տալիս մեղրը, մեկ ճաշի գթալ մեղր ենք ավելացնում։ Կհամեմ եմ մառանիկ ընկերության քրքումով կես թեյի գթալ, կես թեյի գթալ քարիով,
մի պտղունց դարչնով, 4 պղպեղով, ծովի աղով, մաննանեխով, հատիկավոր, ավելացնում ենք կոկոսի կաթ, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք մի 5 րոպե եփվի։ Իսկ մենք նախապատրաստենք մյուս բաղադրիչները։ Կառաջարկեմ քաղցր կարտոֆիլ, 3 հատ կտրատենք մանր, որ արագ եփվի։ Պահեստավորենք։ Եվ անցնենք նախապատրաստենք մյուս բաղադրիչը։ Մյուս բաղադրիչը դա գազարն է։ Կվերցնեմ 2 գազար։ Սա էլ կտրատում ենք մանր խորանարդիկների։ Սա էլ պահեստավորենք։ Ավելացնում ենք 1 լիտր ջուր։ Եռացրած։ Լցնում ենք կարտոֆիլը։ Գազարը։ Թող եփվեն, իսկ ես նախապատրաստեմ վերջին բաղադրիչը։ Առաջարկելու եմ ապուրի մեջ օգտագործել նաև դդմիկ։ Քանի որ դդմիկը ավելի արագ է եփվում, այն վերջում եմ ավելացնում։ Կվերցնեմ 2 դդմիկ, արի դու եւ դու։ Կտրում ենք ծայրերը եւ կտրատում խորանարդիկների։ Ծածկում ենք կաղապարիչով, եփում ենք 7 րոպե, որից հետո կանջատենք կրակը եւ կավելացնենք թարմ կանաչիներ։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ համեմ, մաղադանոս եւ սամիտ։
կտրատում ենք մանր։ Յոթ րոպեից անջատում ենք կրակը, լցնում ենք թարմ կանաչին, ծածկում ենք, թողնում ենք 15 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Տավարի փափկամսով և քաղցր կարտոֆիլով ապուր։ Տավարի փափկամիսը խորանարդիկների կտրատել, հալածյուղով կաթսայում տապակել։ Ավելացնել խորանարդիկների կտրատած գլուխսող, նեխուրի ցողուն, օղակաձև կտրատած չիլի պղպեղ, մեղր։ Համեմել քրքումով, քարիով, դարչինով, 4 պղպեղ համեմունքով, ծովի աղով, հատիկավոր մանանեխով։ Ավելացնել կոկոսի կաթ, թողնել 5 րոպե եփվի։ Ավելացնել եռացրած ջուր, քաղցր կարտոֆիլ, մանր խորանարդիկների կտրատած գազար, դդմիկ, թողնել 7 րոպե եփվի, կրակն անջատել։ Ավելացնել կտրատած թարմ կանաչի, 15 րոպե թողնել սառչի և մատուցել։ Այժմ առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի փափկամսով և սագախոտով աղցան։ Նախ ասեմ, ինչպես են մշակում սագախոտը։ Առնվազն 2 ժամ հարկավոր է այն թողնել սառը ջրի մեջ, որից հետո երկար այսպես հոսող ջրի տակ լվանում ենք, քամում ենք եւ այն պատրաստ է ջերմային մշակման։ Իդեպ ասեմ, սագախոտը ավելի շատ հայտնի է քինուա անունով։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան, լցնում ենք սագախոտը, 1 բաժակ սագախոտ եմ վերցրել, դա կարևոր է իմանալ։ 1 բաժակ սագախոտին կավելացնենք 2 բաժակ եռացրած ջուր։ Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, 1 թեյ գթալ աղ ենք լցնում և եփում ենք այնքան, մինչև ջուրը քաշվի։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ աղցանի մեջ օգտագործել, դա կարմիր սոխն է։ Այն նախապես հարկավոր է մշակել։ Կվերցնեմ 2 փոքր գլուխ կարմիր սոխ։ Մանր կտրատում ենք։ Կարմիր սոխը մանր կտրատելուց հետո մարինացնում ենք։ Այն օգտագործելու ենք հում, այնպես որ հարկավոր է ավելի նրբամ դարձնել նրան։ Համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, չոր օրեգանոյով, արի մոտ և պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, որպեսզի հյութը դուրս գցի։ Հենց հյութը դուրս գցեց, ավելացնում ենք 1 թեյ գթալ մեղր։ Իսկ
Ավելի լավ է 2։ Բայց ոչ ավել։ Շարունակում ենք տրորել։ Նախ տակնորան ենք և հետո տրորենք։ Թող մնա սոխը մարինացվի, իսկ մենք մշակենք տավարի միսը։ Նախ տապակը դնում ենք կրակին, լցնում ենք 2 ճաշի գթալ ձիթայուղ, և տապակում ենք նարդոսի հազրևարդի ճուղ, տերևներ, տապակվիր, տապակվելով այն կհամեմի ձիթայուղը, որի մեջ կտապակենք տավարի փափկամիսը։ Կող քաշվիր, տեղ տուր մսակտորին։ Մսակտորը կտապակեմ ամբողջական, որ ավելի հյութալի ստացվի։ Այսպիսի շերտ եմ վերցրեմ ասի։ Մի կողմից կկարմիրացնենք, շրջենք մյուս կողմը և կավելացնենք սխտորի պճեղներ։ Ժամանակ չկորցնենք, թող միսը տապակվի, անցնենք մյուս բաղադրիչին, գործի ենք դնում սիրելի ամանը։ Սիրելի ամանի մեջ լցնում ենք նախապես խաշած մառանիկ ընկերության սիսերը։ Սիսերը նախքան խաշելը հարկավոր է 8 ժամ թողնել սառը ջրի մեջ, հոսող ջրի տակ լվանալ, սառը ջրով սկսել եփել, մինչև այն փափկի։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ, թեթևակի տրորում ենք, այնքան որ ջարդվեն սիսերի հատիկները։ Շրջենք մսակտորը, և ավելացնենք 1, 2, 3, 4, 5, 6 փոքր պճեղ սխտոր։ Աղցանի համար մեզ հարկավոր է նաև մաղադանոս։ Մանր կտրատում ենք։ Ցողունները կարելի է չօգտագործել, որքան որ հնարավոր է։ Սա լցվեցինք սիսերի վրա։ Մսակտորը առաջարկում եմ համեմել կոնյակով։ Այն շատ հետաքրքիր կարամելի համ կհաղորդի կոնյակին։ Ծածկենք, այսպես թող մի փոքր շոքի խաշվի նաև։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա արքայա խնձորն է։ 3-4 շերտ։
արքայախնձոր ենք մանր կտրատում։ Անմիջապես կլցնենք նաև սոխը, հենց իր մարինադով։ Ջուրը քաշվել է, սագախոտը լցնում ենք վրան։ Այս զանգվածի վրա լցնում ենք 1 ճաշի գթալ ձիթայուղ։ Վերջ, սա պատրաստ է։ Այժմ վերադառնանք մսին։ Դնում ենք տախտակին։ Շերտատում ենք։ Շերտատելուց հետո համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով և 4 պղպեղով։ Թողնում ենք 5 րոպե։ Հանգստանում է միսը, որից հետո մատուցում ենք աղցանի հետ։ Կզարդարենք նռան հատիկներով։ Տավարի փափկամսով և սագախոտով աղցան։ Կաթսայի մեջ սագախոտ եփել, համեմել աղով, կարմիր սոխ կտրատել, համեմել չոր օրեգանոյով, տրորել, հենց հյութը դուրս տա, ավելացնել մեղր, տրորել, ձիթայուղ տաքացնել, հազրեվարդի ճուղ և տավարի փափկամիս տապակել, հենց փափկամսի մի կողմը կարմրի, շրջել, ավելացնել սխտոր, կոնյակ, տապակելուց հետո շերտատել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, թասի մեջ նախապես խաշած սիսեռ, մաղադանոս, պահածոյացված արքայախնձորի շերտեր, սոխը, սագախոտը, ձիթայուղ ավելացնել, խառնել, զարդարել նռան հատիկներով, մատուցել տավարի փափկամսի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի միս, ավոկադո, նուռ, արևածաղկի սերմ, ֆետա պանիր և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե Մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։